Ողջույն բարեկամներ, այսօր ինքնաճանաչում ֆորմատով մենք կզրուցենք կանաչ Հայաստան ՀԿ նախագահ Թեմինե Ենոքյանի հետ։ Բարև Թեմինե ջան։ Ողջույն, ողջույն։ Այսօր առավոտվանից անդադ կարդում եմ այս նույն խոսքը, հնացած խոսքը մի տեսակ ամուսարի հետ կապած ուր են բնապահպանները։ Հա, այդ հարցը շատ հաճախ են տալիս բնապահպանները իրենց աշխատանքը մաքսիմալ ինչ հնարավոր էր անել այս 10 երևի 5 տարվա մեջ բոլոր արգումենտներով, բոլոր փաստարկներով, բոլոր ատյաններում ներկայացրել են լինի դատական գործեր, լինի միջազգային հարթակներում, լինի անգամ բանկերի օմբուդսմենի գրասենյակներ, էլ տեղ չի մնացել, որ մենք ամուսարի հարցում չունենանք միջազգային մակարդակով պահանջներ Հայաստանի կառավարությունից, որպիսի իրենք դադարեցնեն ամուսարի ծրագրի շահագործման իրենց գործողությունները, սակայն անգամ դատարանի վճիռը, որը որ վարչական դատարանում 10 տարի քննվեց եւ դրական արդյունքով ավարտվեց, որը Հայաստանի պատմության մեջ երևի աննախադեպ բան էր, որ մենք կարող էինք ակնկալել այս դատական համակարգում այդպիսի վճիռ, բայց այդուհանդերձ Հայաստանում գտնվեց մի դատավոր Զարիկյան Կարեն անունով, ով 10 տարի մանրամասն քննեց, իհարկե երկար տևեց, բայց մարդը ամեն դեպքում տվեց այնպիսի վճիռ, որով որ շմագի դրական եզրակացությունը ուժը կորցրած պետք է ճանաչվի։ Եվ նախարարությունները տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը եւ շրջակա միջավայրի նախարարությունը, ինչպես նաեւ հանքարդյունահանող ընկերությունը բողոքարկեցին դա ու հատուկ բողոքարկեցին, որ ուժի մեջ ուղղակի վճիռը չմտնի։ Եվ արդյունքում դատական նիստը վերաքննիչ դատարանում նշանակվեց ուղիղ 1 տարի անց։ Սա մեր դատական համակարգի իհարկե ֆիասկոն է, այս ընթացքում ընկերությունը անցավ շինարարական աշխատանքներ իրականացնելու, ընդհանրապես ոչ էլ որևէ մեկը սպասեց, որ դատական վճիռը ուժի մեջ մտնի կամ այդ դատական վճիռը հաջորդ նիստ տեղի ունենա վերաքննիչ դատարանում։ Հիմա պատկերացրեք իրավիճակ, որ մենք շարունակենք հաղթել վերաքննիչ դատարանում, դատական ակտը մնա եւս ուժի մեջ, մերժվի 3 կողմերի բողոքարկումները, բայց տեսնենք ընկերությունը շինարարություն է արել եւ այդ դատական վճիռը որևէ արժեք չունի։ Այն ինչ վերաբերվում է այլ գործերին, Հայաստանում շատ արագ են քննվում, անգամ մի ամսվա ընթացքում կարան մարդուն մեղադրական եզրակացությամբ ուրեմն դատավճիռներ ունենանք, շատ արագ քննություններ տեղ ունենան, եթե դա անդիմադիրներին է վերաբերվում, բայց հենց գործը հասնում է այս տեսակ բաների, այդպես տարիներով կարան ձգեն, հետո վաղեմության ժամկետով ջրեն գնա, այսինքն սա շատ տխուր պատկեր է։ Ինչ վերաբերվում է տեղացիներին, որտեղ են նաև տեղացիների նկատմամբ 19 ուրեմն սլաբ դատական գործեր էին բացվել, անգամ քրեական գործեր կային, շատերին սպառնում էր մի քանի տարի ազատազրկում, ճնշումներ կան մարդիկ, ովքեր որ դիրքորոշում են փոխել եւ մտել են շարունակում են փող աշխատել իրենց պատկերացումներով։ Շատերին նաև սկզբում գործ են ընդունել, հետո գործից հանել են, որովհետև նրանց միսիան ավարտվել է, որովհետև աշխատանքի բնույթը փոխվում է եւ այլ մասնագետներ են գալիս եւ բանվորական ուժ այլևս կարիք չկա կամ քիչ է դրա կարիքը, որ ասեմ բողոք համայնքում չկա, սուտ կլինի, բայց դրանք այնպիսի կոնսոլիդացիայի դեռ չի հասել, որպիսի վեր կենան եւ ուրեմն ընկերության գործունեությունը օրինակ դադարեցնեն։ Այստեղ ամենամեծ պատասխանատվությունը կառավարությանն է, Նիկոլ Փաշինյանինն է, որ իր մեծ ջանքերը ամեն ձև ներդրեց, որպիսի այս ծրագիրը փորձեն շինարարության փուլ մտցնեն։ Հիմա մենք չգիտենք իհարկե ինչքան է դա տևելու, որովհետև 3000 մետր բարձրության վրա գտնվող սարը շուտով ձյուն է նստելու եւ այնտեղ հնարավոր չի այլևս գործողություններ իրականացնել։ Պատկերացրեք, որ անգամ Բեռնի կոնվենցիայով կոմիտեից նամակ ա եկել Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությանը պահանջով, որ շմագը դադարեցրեք նոր շմակ իրականացնելու նպատակով, բայց մեր նախարարությունը չի ենթարկվում միջազգային կոնվենցիաներին անգամ։ Արեք հերթով գնանք էլի։ Ահա Հաստատացի
դատարանը որոշում էր ընդունել, որ չի կարելի շահագործել հանքը։ Ուժը կորցրած ճանաչել ընկերությանը տրված շմակ դրական եզրակացությունը, փորձաքննության եզրակացությունը։ Մենք այդպիսի դատական ակտ ունենք 2024 թվականի ուրեմն դեկտեմբերի 4-ին այս դատական ակտը հրապարակվել է Վարչական դատարանում, որը բողոքարկվել է ընկերության կողմից եւ նախարարությունների կողմից եւ ուժի մեջ չի մտել։ Բայց մենք հաղթել ենք։ Ստացվում է, որ Հայաստանի կառավարությունը չի ճանաչում դատարանի որոշումը։ Ստացվում է, որ Հայաստանի կառավարությունը բողոքարկում է այդ որոշումը եւ ասում է վերաքննիչը հələ թողնից նշանակի քննվի, այսինքն դատական ակտերը ուժի մեջ կմտնեն այն ժամանակ, երբ որ 3 ատյաններում անցնեն եւ վճռաբեկ դատարանի օգուտ մեզ վճիռ կայացնի։ Այդ դեպքում ո՞նց է ինքը շինարարությունը շարունակում։ Որովհետև Հայաստանում չկա այդպիսի օրենք, որով որ դա օրենքի բաց է եւ դու չես կարող որպես հայցվոր կողմ արգելք դնես ընկերության գործողությունների վրա, գործնեության վրա, ասելով, որ գուցե վաղը օրինակ պարզվի դատական ակտով, որ դու իրավունք չունեիր ընդ շինարարություն անել, որովհետև ամեն օրվա ընկերության գործողություն չանելը ֆինանսական բեռ գոյացնում եւ դա դրվում է հայցվոր կողմի վրա։ Դա օրենքի բաց է եւ շատ լուրջ խնդիր է Հայաստանում, իբրև թե մանիպուլացնելու համար են արել դա, որ չմանիպուլացնեն, ենթադրենք օրինակ շենքի շինարարությունն է, մի կողմը չի ուզում դա օրինակ այդ շինարարությունը լինի, չես կարողանում արգելանք դնես այդ գործողության վրա, եթե դատական վեճ կա։ Ստացվում է, որ գուցե ինչ-որ մի չուզող մեկը չի ուզում, որ ինչ-որ մի շինարարական ընկերություն իր գործունեությունը ծավալի եւ նույն այդ սկզբունքը կիրառվում է նաեւ հանքերի պարագայում։ Դա ոնց ուզում օրենքը, ոնց ուզում ՊՊ-տասնում է։ Այո, մենք շատ տարիներ այս 10 տարվա ընթացքում մենք ունեցել ենք նման բանավեճ դատարանում, որ եթե մեր հայցվոր կողմը փորձի դատարանով արգելանք դնի Լիդիանի գործողությունների վրա, մենք ամենօրյա իր չաշխատած գործնեության կամ չծավալած գործնեության համար պարտավորելու ենք վճարել։ Ու դրանք ուղղակի 10,000 դրամ չի, 20 չի, մենք հասկանում ենք, որ դրանք միլիոններ են։ Ով վերջը գիտեք, որ բանկերը համաձայնեցին ֆինանսավորել այս պրոյեկտը։ Գիտեք, պաշտոնական տվյալներով ուրեմն էկոնոմիկայի նախարարություններ կարծում հայտարարեց, որ Ամերիաբանկը ամեն դեպքում մտավ այս գործնեության մեջ 50 միլիոն։ Դե Ռուբեն Վարդանյանը, ես չգիտեմ, հասկանալով վերջերս Ռուբեն Վարդանյանը իր բաժնեմասը վաճառել է, ես դժվարանում եմ ասեմ ներկապահիս Ամերիաբանկի բաժնետերերը ովքեր են։ Այդ թվում նաև Bank of Georgia-ն նաև Ամերիաբանկի սեփականատերը 10% սեփականատերը նաև ներդրողը նաև վերակառուցման զարգացման եվրոպական բանկը եւ այդ բոլորին, այսպես ասած, եւ բողոքներ ա ուղարկվել եւ նամակներ ա ուղարկվել, պահանջներ ա դրվել իրենց առջեւ, որ դուք չեք կարող շարունակել այս գործունեությունը։ Անկամ 2020 թվականին մոտավորապես 20-ից 30 հասարակական կազմակերպություն եւ տեղի բնակիչներ բողոք են ուղարկել EBRD բողոքարկման մեխանիզմ կա այդպես IPM-ա կոչվում մինչ օրս մեզ այնքան խաբեցին այս տարիների ընթացքում որ անգամ զեկույցը որ իրենք պարտավոր են մեր բողոքի հիմքի վրա գրեն ասեն խախտումները որտեղ են եղել չեն գրում մինչ օրս մենք պատասխան չունենք այդ բանկից Իրենք շարունակում են ֆինանսավորել առանց որևէ պատասխանատվություն կրելու Եվրոպայի, այսպես ասած, հարկատուների փողերը մսխելով, էլի, այսպես։ Այդ որ բանկն է ներգրաված։ Այս պահին մենակ դա գիտեմ, ուրիշ բանկի մասին տեղեկություններ չեն շրջանում։ Նախնական 4 բանկ կար, ես հիշում եմ, որ երկուսը հրաժարվեցին պրոյեկտից։ Բոլորն էլ հրաժարվել են։ Բացի, այսինքն սկզբում 5 բանկի անուն է շրջանառվում, այդ 5 բանկն էլ հրաժարվեցին, բանակցությունները տապալվեցին եւ հետո նոր Ամերիաբանկը մտավ խաղի մեջ եւ տվեց 50 միլիոն գումար։ 50 միլիոն տվեց գումար, որպեսզի քանդվի Հայաստանում սարը, այսինքն Լիդիանը փող չուներ, բանկրոտ էր, Ամերիաբանկը ասաց. Այո, չուներ եւ հիմա այնպես չի, որ այդ 50 միլիոնը բավարար է։ Այսինքն իրենք շարունակում են ներդրումներ փնտրել
եւ կամ իմիտացիա են ստեղծում, որ իրանք աշխատում են, որպեսզի կարողան ներդրումներ գտնել, կամ իրոքից աշխատում են, որովհետեւ գիտենք, որ տարածքը փակ է ու հանրային հեռուստաընկերությունով նման արշավ անելը նաեւ խոսում է նրա մասին, որ ուզում են ամեն կերպ ցույց տան, որ իրանք աշխատում են։ Լավ, ես հիմա ուրիշ հարց եմ ուզում տամ, ինչ կնստի Հայաստանի շրջակա միջավայրերի պաշտպանության նախարարության վրա այս զգուշացումները արհամարելը, կամ Հայաստանի պետության վրա, պետականության վրա, չէ՞ որ ասենք իրենք պարտավորվածություն ունեն, իրենք ակտեր են ստորագրել, իրենք փողեր են ստացել դրանց դիմաց, ծրագրերը իբր թե իրականացվել, հիմա հրաժարվում են, փողը վերցել են, բայց չեն հրաժարվում, չեն իրականացնում իրենց պարտականությունը։ Ի նկատի ունեք երևի միջազգային կոնվենցիաները, որոնք ստորագրել են, որոնք ու չեն կատարում։ Դա ենթադրում է, դա շատ լուրջ խնդիրներ կարա առաջացնի այն առումով, որ այդ կոմիտեներից, այդ կոնվենցիաներին, որոնք Հայաստանը ստորագրել է, միացել է Օրհուսի եւ Բեռնի կոնվենցիայից, ուղղակի Հայաստանին կարող են դուրս անել։ Դա ինչ հետևանքներ կունենա իր հերթին։ Մեծ հաշվով ֆինանսական առումով ոչ մի Հայաստանը ժողովրդավարության ինչ որ նիշերում կիչնի, իր ռեյտինգը կիչնի։ Բայց այդպես չի էլի, եթե պետությունը հայտարարում է իբր թե ինքը գնում է, որ Եվրոպական միությունն է գնում, ուղղությունը դա է, չգիտեմ, տասնյակ կոնվենցիաներ միջազգային ստորագրել, որոնց համար պարտավորվածություն ունի, շարունակում է չկատարել այդ պարտավորվածությունները, շատ լուրջ խնդիրներ են առաջանում այդ միջազգային ուրեմն կոնվենցիաների կոմիտեների հետ աշխատանքի տեսակետից։ Այսինքն չի կատարում իր պարտավորությունները։ Տեսեք, նույն բանը կատարվում է Սամվել Կարապետյանի դատավարության հետ։ Արբիտրաժը որոշում ունի կոչ անում ազատ արձակել եւ չխլել մարդու սեփականությունը ձեռքից, ելի ոնց որ թե արհամարած ունենան։ Սա արդեն երկրորդ դեպքն է։ Եթե չկա իհարկե երրորդ ու չորրորդը, որ ես չգիտեմ։ Այս Գիտեք ինչ, ես այսպես կարող եմ մեկնաբանել, կամայական սկզբունքով է դա կատարվում, որովհետև մի շրջան, եթե կհիշեք, արբիտրաժի շանտաժի գործիքը կիրառում են Ամուլսարի ծրագրի դեմ խոսացողների դեմ, ասում էին, որ գիտեք, եթե դուք շարունակեք բողոքել, արբիտրաժում Հայաստանին դատի կտան, արբիտրաժային դատարանում Հայաստանին դատի կտան, 2 միլիարդ դոլար փող կուզեն մեզնից, չգիտեմ, մենք չենք կարողանա դա վճարել, այնպես որ մի բողոքեք եւ սուս մնացեք, կարճ ասած էլի, կոպիտ ասած, բայց երբ որ իրանց պետքա որ նույն այդ արբիտրաժի դատական ակտը կամ վճիռը, չգիտեմ, իրենք կատարեն, իրանք չկատարեն, իրանք հանգիստ չեն կատարում։ Բայց այդպես չի աշխատում, այսինքն դու չես կարող մի պարագայում քեզ այդպես պահես, մյուս պարագայում այնպես պահես։ Վերջապես պետություն ես, որը քեզ ոչ մեկ լուրջ չի ընդունի ուղակի։ Լիքը հարթակներից, ասենք, ի վերջո լիքը պարտքեր ունես, արտաքին պարտք ունես, լիքը տեղերում գործարքներ անում, կարան ուղակի սանկցիաներ կիրառեն եւ այդ գումարը ուրիշ տեղից վերցնեն, այնպես չի որ դա անհնար է։ Գործիքներ կգտնվեն Հայաստանից արբիտրաժային դատարանով, եթե ինչ-որ մի հատ գումար դատարանը որոշել է, որ պետքա վճարվի, ապա անպայման գործիքներ կգտնվեն դա իրականացնելու։ Դա կապ չունի, ուզում եմ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը լինի, թե ապագա հաջորդ կառավարությունը լինի, չգիտեմ, ով ուզում է լինի ղեկին, պետության անունից կայացված որոշումը, վճիռը, այսինքն գործողությունների համար մեկը պետքա պատասխան տա։ նա ես ոչ մի լոգիկա չեմ տեսնում դրանց գործողությունների մեջ։ Դու Այդ լոգիկան ված չկա։ Դու մոտավորապես հասկանում ես, ասենք ինչ են ուզում անեն եւ ուր են տանում այս զվով երկիրը։ Ես ընդհանրապես այս տարիների ընթացքում եկել եմ այն եզրահանգման, որ իրենք գործում են ըստ իրավիճակի, մի օր էսպես են խոսում, մյուս օր այնպես են խոսում, բացարձակապես իրենց գործողությունները եւ խոսքը մեկը մյուսի հետ կապ չունի։ Երբ ոնց հարմար է, այդպես էլ հայտարարում են, երբ ոնց հարմար է, այդպես է գործում են։ Չգիտեմ սրան ուրիշ ինչ ձևակերպում տամ, էլի, այսինքն
որ ասես պատասխանատու պետական մարմիններ եւ ղեկավարներ ունենք, սուտ կլինի ամենքը ոնց կարողանում են մեղմ ասած կներեք բարիս համար կռուտի տանել ըստ իրավիճակի։ Թեմինե ջան, ես երեք հաղորդման ժամանակ ես մոտավորապես հենց որ այդ լուր իմացա, այդ Գևորգ Պապոյանի այդ հայտնի նկարը մեկից առանձնացած տեսա, ես հիշեցի մոտավորապես այն հետևանքները, որոնք կարող է թողի Համոսարի շահագործումը։ Իհարկե այդ ամեն ինչում օգտագործեցի նաև քո այդ զրույցների հետ ունեցած ինֆորմացիան, այլ ընկերների հետ կարդաց մի խոսքով։ Բայց ես հաստատ այդ ոլորտի մասնագետը չեմ, ես կարող եմ նույնիսկ կիսատ եմ ասել այն հետևանքները կարող է թողի Ամոսարի շահագործումը ջրային ռեսուրսների վրա, հողային ռեսուրսների վրա, օդի վրա, պլյուս հետևանքները, հա։ Երկարատև։ Դու ավելի մասնագիտորեն մի հատ կնկարագրես, ինչ հետևանքներ կարող թողի Ամոսարի շահագործումը։ Նախ մենք տասնյակ տարիներ խոսել ենք այդ ռիսկերի մասին եւ լավագույնս ամփոփել է այդ բոլոր ռիսկերը Էլարդ միջազգային փորձաքննական եզրակացությամբ այդ ուսումնասիրությունը, չնայած որ դրանք միայն թղթային ուսումնասիրություններ են, բայց դա էլ էր բավարար, որպեսզի վերհանվեն բոլոր խնդիրները։ Մենք տարիներ շարունակ խոսել ենք, որ թթվային դրենաժի շատ մեծ ռիսկ կա, երբ ոչ թե ռիսկ կա, այլ հենց այդպես է լինելու է, երբ որ սարի գագաթը ուղղակի պայթեցնեն եւ սկսվի ուրեմն անձրևներ կան, այդ ամբողջ տարածքը ուղղակի վերածվելու է թթվային դրենաժի եւ գալու է լցվի Կեչուտի ջրամբար, Որոտան ու Արփագետեր։ Սարը 3000 մետր բարձրության վրա է, մնացած բոլոր նշածս օբյեկտները ավելի ներքև են եւ դրանք ստրատեգիական օբյեկտներ են Հայաստանի համար։ Սա ամենակարևոր խնդիրներից մեկն է, երկրորդ խնդիրը դացիանային հարթակն է, որը տեղակայված է բնակելի տարածքից 500 մետր հեռավորության վրա եւ Արփագետի ուղղակի վերևի հատվածում ու ցանկացած սեյսմիկ իրավիճակի պայմաններում այդ ցյանային ամբողջ կեղտը հայտնվելու է Արփագետում եւ ամայի դարձնի Վայոց մարզի ամբողջ գյուղատնտեսական նշանակության հողերը, առավել եւս թթվային ուրեմն ջրերը, որոնք որ հոսեն եւ հայտնվեն Արփագետում, դրանք եւս դառնալու են ռիսկ եւ վտանգ տարածքի գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց համար։ Թերևս ամենաառաջին եւ մեծ վտանգը դա ուրանի պաշարներն են, որոնք որ հայտնաբերվել են տարածքում, որոնք ընկերությունը մինչ օրս չի ընդունում, համարում է, որ դրանք կեղծ տեղեկատվություն է եւ ուրանային պաշարների արկայության պարագայում, եթե անգամ դու ուրան չես արտահանում, այլ հանում, հա, ոսկե ես հանում, այդ բոլոր պայթեցումները բարձրացնելու են ռադիացիոն ֆոնը եւ առանց այդ էլ Հայաստանը 6-րդ տեղում է, եթե չեմ սխալվում, քաղցկեղի ցուցանիշով եւ Հայաստանում ամեն 46 կամ 7-րդ մարդը ունի քաղցկեղ եւ տարածքում բարձրանալու է քաղցկեղով հիվանդ մարդկանց թիվը եւ դա ժամանակի ընթացքում իր մասին ասելու է, այսինքն ավելի ակնհայտ է դառնալու։ Այս խնդիրներն են հիմնականում, որոնք ի հայտ են գալու գյուղատնտեսության մասով, առողջապահության մասով, ջրային պաշարների մասով, դե ավելորդ եմ համարում խոսել ջերմուկ առողջարանային քաղաքի բրենդի կամ բիզնեսի մասին, որտեղ որ տարիներով 70 եւ ավել տարի այդ առողջարանը գոյատևել է, ապրել է, там հարյուրավոր միլիոնավոր մարդկանց է ընդունել, բուժել, հետ ուղարկել, անգամ պատերազմի ժամանակ տասնյակ հարյուրավոր արցախցիների է ընդունել իր գիրկը, խնամել է, տուն տեղատվել ամեն ձև ամենաառաջնային օգնությունն է տվել մարդուն, ով որ ամեն ինչ կորցրել է, իսկ հիմա ինքն է դառնում մի հատ ամայի տարածք, որը որ պիտանի չի լինելու, չեմ ասում բիզնեսով զբաղվելու համար, էլ չեմ խոսում ապրելու համար։ Սա լուրջ է ու չի կարելի աչք փակել դրա վրա ու մենք չենք կարող ուղղակի կեղծ առողջարանային ինչ որ ծառայություն շարունակենք մատուցել մարդուն, ով որ գալիս է բուժվելու, իսկ արդյունքում ճիշտ հակառակը հիվանդը ցցիտ է գնում։ Դու չես կարող ասես այդ մարդու վրա 2000 մետր բարձրության վրա ուրանի պաշարների արկայությամբ ինչ ճառագայթում կարա լինի այդ մարդու վրա, այն դեպքում երբ որ
ուրեմն երբ որ AI նկար, ինքը առանձին նախարարություն էր, մենք անգամ ունենք փաստաթուղթ անձամբ ինձ են պատասխանել նախարարությունից, որ տարածքում այո կա ուրանային պաշարներ կան, բայց դա ռադիացիոն ֆոնը նորմալ է։ Ինքը չկա լուրջ հետազոտություն, նոր հետազոտություն, որտեղ որ ուրանային պաշարների եւ ռադիացիոն ֆոնի մասին կտրվի պատշաճ եւ գիտեկից գիտական փաստաթղթերով եզրակացություն։ Այսինքն մենք ունենք հին հետազոտություններ, այսքան տարի պահանջներից հետո ընդհանրապես ունենք, որ այո, կա բան, ուրանային պաշարներ ինչ որ չափի կան, բայց ռադիացիան բարձր չի։ Իսկ ով է չափում ամեն օր։ Եթե ընկերությունը չի ընդունում, եթե նախարարությունը առանձնապես պատասխանատվություն չի կրում այդ մարդկանց առողջության համար, ապա իրենց համար լրիվ մեկ է այդտեղ ռադիացիա կլինի, թե չի լինի։ Այս կարգի անպատասխանատու ուրեմն վարքագիծը դրսևորվել է տարիների ընթացքում, ասում եմ, չկա գետ մեկ փաստարկ, որը մենք վերել ենք, դրան կարողանա եւ ընկերությունը հակադարձել հիմնավոր գիտական թեզերով եւ նախարարությունը հակադարձել այդ մեր բոլոր վերած թեզերը, արգումենտները, փաստարկները ամբողջությամբ դատարանով եմ խոսում, ուղղակի փորձագիտական ինչ որ զրույց չի դա, այլ հենց դատարանով ապացուցվել է եւ հաստատվել է անգամ նախարարության փորձագետները, որոնք որ ստորագրել են այդ 10 էջանոց շմագիտակ, իրենք բոլորը խոստովանել են, որ իրենք ոչ մի բանի մասնագետ են, իրենք չեն հասկանում այդ ոլորտից ինչ հարց տալիս ես, իրենք ոչ քիմիայից են հասկանում, ոչ ֆիզիկայից, ոչ օդից, ոչ ջրից, ոչ մի բանից չեն հասկանում, հիշողության կորուստ ունեն, բոլոր հարցերի վերաբերյալ ասում են մենք չենք հիշում, ամբողջը ձայնագրված է, տեսագրված է, ապացուցված է, էլ տեղ չկա, էլ ասելիք չկա, էլ բան չունենք ապացուցելու։ Այսինքն եթե դու կառավարության հետ չունես ոչ մի adekvat դիալոգ, հա, երկխոսություն չկա, որտեղ բոլոր տեսակի երկխոսություններն ավարտվել են կառավարության պարտությամբ։ Բայց կառավարությունը գնում է այդ տեսակ ուրեմն քայլի ու անգամ երբ որ ասում ես ինչ ես անում, արի հանդիպենք, այս խես էսպես անում, սուս փուս նստում լսում են, դռները փակում, շնորհակալություն, մենք դες լսեցինք, ցտեսություն, այսինքն երկխոսություն չկա, մենք adekvat մարդկանց հետ գործ չունենք։ Ոչ մի ոլորտում, ցավոք։ Մոտավորապես գործող քանի հանք կա Հայաստանում։ Դա այս պահին իմ իմանալով համարյա 6-7 հանք պետքա որ լինի։ Այդ մեծությամբ։ Դե մեծությունը տարբեր է, ամենախոշորը Զանգեզուրի պանցամոլիբդենային կոմբինատն է, Աղթալան, այսպես հերթով չեմ կարող թվարկել, որովհետև որոշ թեղուտը, որովհետև բարբերաբար փակվում են, բացվում են, չգիտես իրենց գործունեության կարգավիճակը ինչպիսին է։ Դրա համար որ ասում եք գործող մի քիչ բան է, հա, այսպես չես կարող ասել հենց այս պահին գործողը որ մեկն էր։ Նայ, որտեղ այս վերջերս ցուցանիշ հրապարակվեց, որ Հայաստանում մրգերի բանջարեղենների մեջ տոքսիկ նյութերը, թույները չափազանց չկան։ Այս վրա բացել ամուր սար, երբ որ եղած պրոբլեմա, այսինքն ոնց որ Երևանի օդն է անտանելի, այս ֆոնի վրա մի հատ Նուբարաշենի աղբավայրից այրում է։ Շատ սիմվոլիկ էր, երբ որ իրենք մեկով իրենց գեղեցիկ ռեպորտաժներին սարքել ամուսարի իբր գործարկման վերաբերյալ կամ գործարկման վերաբերյալ դժվարանում եմ ասեմ իրականում ինչա կատարվում եւ հաջորդ օրը գիշերը այրվում է Նուբարաշենը եւ ամբողջ քաղաքը ծածկվում է ուրեմն զզվելի անտանելի տոքսիկ նյութերով, որ լուսամուտ ուղակի բացել չես կարողանում, խեղդվում ես ուղակի այդ միջավայրում։ Գիտեք, այստեղ խնդիրը այն չի, որ մենք բոլորս գիտենք, որ օրինակ ծանր մետաղները շատ են սննդի մեջ, թունավոր նյութերը շատ են սննդի մեջ, չգիտեմ, գյուղատնտեսական տարբեր տեսակի թունաքիմիկատների օգտագործումը չափից շատ է, դրա վերահսկողություն չկա։ Այստեղ խնդիրը պետական մարմնի մեջ է, երբ որ պետական մարմինը չի ընդունում քո արգումենտները։ Նա արհամարում է, տեսեք, այդպիսի մեծ հսկա հետազոտություն է արվել, հրապարակվել, հա, անվտանգ սնունդ
AM-ի կողմից եւ լուրջ մասնագետներ են դրա վրա աշխատել, տասնյակ գիտնականներ են դրա մասին խոսում, բայց ինչ է արվում։ Հաջորդ իսկ օրը մի հատ կիսա անգրագետ, կիսա, չգիտեմ, ինչ մեկը վերակենում եւ մի հատ ասուլիս է տալիս, որ մեր սնունդը ամենահամեղն է, մեր տուրիստները գժվում են Հայաստանի սննդամթերքի համար, ոչ մի ռիսկ չկա, ամեն ինչ չափազնցված է եւ այլն, բայց ինքը որևէ ձևի դրան գիտականորեն չի կարող հակադարձել եւ ինքը ընդամենը օգտագործում է հանրային հեռուստաընկերության եւ մի շարք այլ լրատվամիջոցների լսարանը ասելու համար հանգստացեք ամեն ինչ շատ լավ է։ Ինչպես եւ Ավինյանն է անում, երբ որ ասենք, չգիտեմ, բժշկական դիմակով գնում է մտնում է Բարաշենի աղբավար եւ ասում է, օ, կրակը հանգցված է, բայց կրակը շարունակում է այրվել։ Այսինքն կրակի մեջ մարդը կարա հայտնվի ու ասի կրակը հանգցված է եւ ու ամեն օր ինչ որ 2 ժամը մեկ ինչ որ ուրեմն հրապարակումներ անել, որ օ Երևանի օդը մաքրվել է, տոքսիկ նյութեր այլևս չկան եւ ոչ մի ամեն ինչ նորմալ է։ Այսինքն այդ կեղծ ոնց ասեմ, կեղծ անվտանգության շղարշը դա սարսափելի բան է։ Մենք դասեր չքաղեցինք, այդ նույն կեղծ անվտանգության շղարշը քաշել ենք Արցախի երեսին էլ պատերազմի ժամանակ էլ ամենաթանկ բանն են կորցրել, հազարավոր մարդիկ են զոհվել, հաշմանդամ դարձել, այդ մոտեցումը չի փոխվել, այս մարդիկ նույն բանն են անում, ասենք ինչով է տարբերվում Ավինյանը օրինակ Արծրուն Հովանիսյանից։ Եվ ինչով է տեսչության պետը, սննդի անվտանգության տեսչության պետը ինչով է տարբերվում Արծրուն Հովանիսյանից կամ Տիգրան Ավինյանից, երբ որ ասում է ամեն ինչ շատ լավ է, սննդում ոչ մի ռիսկ չկա։ Այդ նույն ձևով, այդ նույն ձևով շարունակել են բանը։ Արցախցուն էլ վտանգ չի սպառնում, Ոչ մի բան։ Իհարկե։ Դե հիմի ասենք երբ որ հասնում ես մի եզրագծի, որտեղ քո հետ adekvat զրույց չեն վարում, դու խոսում ես խնձորի մասին, ինքը ասում է տանց, չգիտեմ, եւ որ դու ասում ես այդտեղ կա ռիսկ, ինքը ասում է ոչ մի ռիսկ չկա ու չի հակադարձում քեզ գիտականորեն, պատկերացրեք, երբ որ բանավեճի եք գնում, դա հեռուստատեսությամբ է կամ Facebook-ում է կամ սոցիալական այլ մի հարթակում, դու բանավեճում ես, մարդ արգումենտ է բերում։ Պատկերացրեք, որ դատարանում բերված արգումենտները ոչ մի ձև չեն, մեր բերված արգումենտները չեն հակադարձվել, գիտականորեն չեն հակադարձվել ու դա արձանագրվել է դատարանի կողմից դատարանի, այսինքն որտեղ որ ամեն մեկի ցուցմունքը ձայնագրվում է եւ կեղծ ցուցմունք տալու իրավունք չունես։ Ասենք լավ, օրինակ սոցցանցերում ոչ մեկ քեզ չի գա ասի, դե կներես խես ստում, կամ էլ ասենք եթե ասես ես ու տասանես չէ, բայց բարոյական է դա պատասխանատվություն, բայց դատարանում բարոյական չի, այնտեղ քրեական է, թե դու կեղծում ես տվյալները, ապա քեզ քրեորեն պատժելի գործողություն ես վերագրում, էլի։ Փորձագետները եկել դատարանում բառից բուն իմաստով ասել են, որ մենք ոչ մի ռիսկ չենք տեսնում կամ մենք չենք հիշում այս ինչա դրվագը կամ բայց ստորագրել են դրա տակ 10 էջ բաներ չեն էլ դաժե կարդաց է հասկանում եք ու անգամ դատարանում երբ որ դու ապացուցում ես որ փորձագետը ստում է ու արգումենտ չունի ու այդ դատական ակտը որևէ արժեք չունի այս պետության մեջ անգամ ինքը քննարկման թեմա չի դարձել մեծ հաշվով շատ դու հասկանում ես որ դու adekvat մարդկանց հետ գործ չունես սա ուղղակի չգիտեմ ինչ ասեմ Բարը չեմ գտնում։ Եվ ոնց adekvat կլինի, երբ ասում ես միրգը թունավոր է, քեզ հակադարձում են, որ մեր միրգը շատ համով է, ռուսները սիրում են։ Դե հիմի ռուսները չլինեն, թող ֆիլիպինցիները սիրեն, էական չի, բայց դու ասում ես թունավոր է ինքը վտանգավոր առողջության համար, ասում են չէ ինքը համով է։ Հա, ինքը համով, այսինքն դու ուզում ես հասկանում ես, չէ, որ քեզ այդ adekvat զրույց չեն վարում։ Մեղմ ասած, մեզ բոլորիս գժի տեղ են դրել, այսինքն չգիտեմ, ասենք իմ բանականության հետ շատ վատ բան են անում, ես չեմ կարողանում այդ թույլ տամ, այսինքն առողջությունս այլևս վնասվում, եթե շարունակեմ իրեն լսել, այսինքն ինչ ասեմ։ Մանավանդ քեզ չի կարելի վնասել քո առողջությունը։ Դու մեզ ինձ կասես մոտավորապես որքան ըստ քեզ կա տեղի շինարարությունը միջև սկսեն պայթեցնել, թե դա նույն բանն է։
Գիտեք ինչ, շինարարություն ասվածը դա ջուր քաշել է, ինչ որ ենթակառուցվածքներ սարքել է, միջև արտադրություն ստանալը դա բավական երկար process է ըստիս, որովհետև այնտեղ ասենք շատ երկար ժամանակ աշխատանք չի տարվել եւ լիքը ենթակառուցվածքներ ուղղակի շարքից դուրս են եկել, որտեվ ամեն ինչ պահանջում է խնամք, այդպես պահել Այսինքն, երբ դու ուզում ես ինչ-որ արդյունք ունենաս, արտադրություն ստանաս, պիտի քո բոլոր ենթակառուցվածքները պատրաստ լինեն դրան։ Հետևաբար, բուն տարածքում ինչա կատարվում, ես այս պահին չեմ կարող ասել, որովհետև ուսումնասիրություն չունեմ։ Բայց ամեն դեպքում կարող ենք ասել, որ ինչ էլ որ անեն, միջև ձմեռը արդեն դժվար շատ երկար աշխատանք կարողանան անեն, հա, Ես հենց այսինքն ուզում ասեի, էլի, նա ինչ է ստացվում, հա, ես վերցնում եմ քո խոսքերից եզրակացությունը։ Իրանք այդ մասին հայտարարում են այն ժամանակ, երբ որ մենք հոկտեմբերի կես ենք, 2-3 շաբաթից ընդեր ձուն է։ Մենք խոսում ենք 3000 մետր բարձրության մասին, կամ 2000 առնվազն, հա։ Այսինքն այո, շինարարության բաների համար հեչ հարմար սեզոն չեն կնկնում։ Ու ինչի են, եւ հա դու գիտես ինչի են հիմա այդ մասին հայտարարում, որ մենք գործ ենք արել, մենք սենց եմ հասկանում ես, ասա ես սխալ եմ, եթե սխալ եմ։ Հայտարարում են համեկով, որ մենք այն փողը որ վերցրել ենք, մենք այդ գործերն անում ենք, դες այդ մասին խոսում ենք, բայց հետո կասեն դե ձմեռը դեռ անելիք չկա, բայց այդ ինչ որ մեկին սա մեսիջ են ուղարկում։ Հերթական գիտեք, ծածկելու համար։ տեսեք, Հայաստանում այս ձեր հարցը հասկացա կամ ակնարկը ինչ եք ուզում ասել, Ուրի ասում, ընդհանրապես չկա։ լավ, այսպես ասեմ, Հայաստանում բոլոր այն հանքերը, որոնք բացվել են ինչ-որ ժամանակ աշխատել են, հետո փակվել են, դրանք հիմնականում այն հանքերն են, որոնք որ իրենց բաժնետոմսերը թանկացրել են, վաճառել են ու ոնց որ ասած թողը դուրս են եկել կամ ամենագլխավոր մասը ինչ որ պետք էր իրենց հանել են եւ այդ ամեն ինչը հենց այդպես թողել են։ Երբ որ տարիներով ասվում է, որ դուք նոր շմակ պետք է անեք, ընկերությունը ասում է, որ դուք նոր շմակ պետք է անեք, դա ենթադրում է Բացի այդ հապաբում է շմակ ինչ է նշանակում։ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, փաստաթուղթ, որը քեզ կտա հնարավորություն, լիցենզիա եւ թույլտվություն տարածքում գործունեություն ծավալելու համար։ Հայաստանում շմակ օրենքը փոփոխվել է 19 թվականին եւ ենթադրում էր, որ եթե ընկերությունը գնա նոր շմակ անելու եւ նախարարությունը պահանջի, շրջակա միջավայրի նախարարությունը պահանջի ընկերությունից նոր շմակ իրականացնել, նոր փաստաթուղթ ձեռք բերել 16 թվականի հին թույլտվություններով չլինի, նորը լինի, իրավիճակի նոր գնահատում լինի, այստեղ շատ լուրջ ռիսկ կա ընկերության համար։ Խնդիրն է նա, որ համայնքի բնակչությունը այդուհանդերձ անկախ նրանից, թե քանի հոգի է գնում աշխատանքի, թե քանիսն է դեմ, քանիսն է լուռ, քանիսն է վախեցած, այդուհանդերձ երբ որ պահը գա, որ հասկանա համայնքը, որ իրենից ինչ որ մի բան կախված է, եթե ինքը դեմ արտահայտվի, ապա ծրագիրը չի իրականացվի, որովհետև այդ փուլը չի անցնի ընկերությունը, ապա դա մեծ ռիսկ է եւ ընկերությունը չի հաղթահարի հստակ ընթացակարգը, որը դրված է օրենքով իր առջև։ Այս ռիսկից է կախված դրա համար չի գնում նոր շմագ իրականացնելու նոր շմագը տասնյակ այլ խնդիրներ կարող էր հաներ պահանջներ, որոնք որ էլ առնադրել իր առջև, այդպես չի, որ այդքան հեշտ կլիներ նոր փաստաթուղթ ձեռք բերելը։ Հիմա 15 դրինքներս ինչ արեցին, իրանք ընդունեցին, որ դու պարտավոր ես անել, թե պարտավոր չես անել։ 19 թվին նոր շմակ օրենք է ընդունվել Հայաստանում, որը որ ունի իր նորմատիվները եւ որոնք տարբերվում են հին շմակ օրենքից։ Եվ դու նոր շմակ անելու պարագայում պարտավոր ես անցնես նոր օրենսդրության բոլոր ընթացակարգերով։ Մի որոշ դեպքերում լավ խստացված է, որոշ դեպքերում ավելի հեշտացված է։ Այդուհանդերձ նոր շմագը ենթադրում է հանրային լսումներ։ Հանրային լսումների փուլը համայնքը թույլ չէր տա, որ նրանք հաղթահարեն։ Ամուր սարին դա վերաբերվում է, թե չէ։ Դե իհարկե կվերաբերվեր, եթե ընկերության 16 թվականի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում փորձաքննական փաստաթուղթը ուժը կորցրած ճանաչվեր, նորը անեին։
Դա կամ պիտի լիներ դատարանը, որով որ մենք 10 տարի գնացել ենք, կամ պիտի լիներ Բեռնի կոնվենցիայը, որը պահանջում է Հայաստանից իրականացնել դա, բայց չի արվում, կամ Օրհուսի կոնվենցիայով, այսինքն երկու կոնվենցիա, մեկ դատական ակտ պարտադրել են Հայաստանի կառավարությանը նոր շմագ իրականացնել։ Փաստորեն ամփոփենք էլի, որ պարզ լինի։ Մհմ։ Եթե 19-ով գնային նոր շմագով չէին հաստատի, 16-ն են օգտագործում, որը միջազգային այդ կոնվենցիաներով արգելված է եւ դատարանը պարտադրում է դա չեղարկվել։ Այո, Սրանք ասում են չէ, չենք ուզում, մենք պետք է 16-ը Սերժի ժամանակվա ընդունված այդ շմագով այո, ենք այո, այո, ասում են պետքա 16-ով գնանք, ասում են, որ Սերժին մերժում ենք, բայց մենք մեռնենք իր շմագին, կոպիտ ասած, հա, հա։ իր Իր ժամանակվա շմագով տված պետք է ապիրենք նախարարությունները։ երկիրը, որովհետև միայն սա է հնարավորություն տալու մի քանի կիլո կամ մի քանի տոննա ոսկի կամ ցիանիդ։ Ոսկին քաղը ցիանիդը ձեզ։ Ոսկի մեծ ցիանիդը ձեզ, էլի, հավերժ։ Հա, այդպես է, Այս է։ փաստացի այդ է, հատուկ էլ արվել է դատական գործը վիճարկվել է, այսինքն Ամուլսարի վճիռը, վարչական դատարանի վճիռը վիճարկվել է վերաքնիչ վարչական դատարանում, որպիսի ուժի մեջ չմտնի եւ դատական նիստը նշանակվել է 1 տարի անց, որպիսի անգամ եթե օրինակ, չգիտեմ, մեր օգտին չլինի վերաքնիչ դատարանի վճիռը, մենք կբողոքարկենք վճռաբեկ, չէ, ասենք մենք գոնե կգնանք այնտեղ, որտեղ որ դատական վճիռը վերջապես մտնի ուժի մեջ, մի կլինի մեր օգտին, թե ընկերության օգտին, դա հարցի մյուս կողմն է։ Այս դեպքում, քանի դատական վճիռ չունես, որը ուժի մեջ է մտել եւ Հայաստանի կառավարությանը պարտադրում է գործողություն, անկախ ամեն ինչից, հա, ինչպիսին է մեր դատական համակարգը, ընթացակարգով եմ ասում։ Քանի դու չունես դատական վճիռ, որը ուժի մեջ է մտել, դու չես կարող պարտադրել որևէ բան, այսինքն ստացվում է ընկերությունը ճիշտ է, դու սխալ։ Լավ, վերադառնանք այս շինարարության։ Տեսեք, եթե դուք հիմա գնաք ցանկացած շինարարի, ասեք, այ այս հողը քեզ, շատ էժան տալիս եմ, սկսի հիմա շինարարություն, ամենահավանականությամբ կասի աղբեր հողներ քեզ, շինարարություններ քեզ, որովհետև եթե ինչ է հիմա անեմ, ձունը, անձրևը, ամեն ինչ քանդելը, ես այդ նույն բանը պետք է հասուն գալունը նորից անեմ։ Այսինքն, եթե նույնիսկ ես հողներ էժան վերցնեմ, ավելա վերցնեմ ոչ մի բան չանեմ։ Բայց հաստատ հիմա շինարարություն չեմ սկսի, որտեղ եթե մնաց բաց երկնքի տակ, ամբողջ ձմեռ, հիմքից մինչև հիմնային աշխատանքներ, սա պետք է նորից անեմ գալունը, ինչ իմաստ ունի։ Հիմա սրանք վերցնում են հիմա հակառակ բոլոր բնության օրենքների եւ դատարանի վճռին հայտարարում են, որ հիմա ինչ որ սկսել են արդեն այս արդյունքները։ Ես քանի որ սրանց գործունեությունը լավ եմ հասկանում եւ լավ եմ ճանաչում։ Սենց բան ունեմ մտավախությունը, չէ, մտավախություն չէ, սենց տպավորություն։ Ոստանք ոչ միայն մեզ են խապում, այլև նրանցից ու մեր փողը վերցրել։ Բե չեմ բացառում, ասենք, չեմ կարող ոչ պնդեմ, ոչ հերքեմ։ Դժվարանում եմ ասեմ իրենք Ինչ է կարող վերջնական մոտիվացնի ակցիաների բարձրացումը։ Դե ակցիաների բարձրացումը թիվ 1 ցանկությունն է այդ ընկերության, որպեսզի ունենա բարձր գնահատվող ակցիաներ, հետո կարողանա վաճառի դա, հետո ինչ որ մեկի վրա կգցեն, դուրս կգան, չգիտեմ։ Դժվարանում եմ ասեմ, դա մեր ենթադրություններն են ընդամենը։ Ես ճիշտ եմ հիշում, որ սա Ամուլսարի սրանք նոր են եկել իշխանության։ Լույս տարածվեց, որ սրանք միանգամից Ամուլսարի բաներն էին առել, ակցիաներն էին առել, վստահությամբ որ սա շահագործել են ու դա չիրականացավ եւ իրանք եւ Ամուլսարի բանը ակցիաները կտրուկ ընկավ գինը։ Ես դա հիշում եմ 18-19 թվականներից։ Շատերը կան, որ առել են ու իհարկե ես չունեմ ապացույց հստակ բազա, որ ովքեր են առել, այս պահի դրությամբ ովքեր ունեն Այդ մի կողմ ովքեր են առել, բայց դու հիշում ես նման բան։ Ես իհարկե հիշում եմ, որ շատ շատերը կան, որ առել են, բայց անուններ դժվարանում եմ ասել, Անունները էական չի, բանն է, երևույթն է հետաքրքիր։ Որովհետև սրանք ունեն ինչ-որ մեկի նկատմամբ պարտավորվածություն, որ անպայման պետք է շահագործեն։ Դե իհարկե ունեն, ոնց չունեն, բնականաբար ունեն։ Ես կարող եմ ենթադրել, որ այս ձմեռվա դեմ այս հայտարարությունը ավելի շատ ուղղված է ոչ թե մեզ, այլ իրենց։ Չեմ կարող ասել, չեմ կարող ասել, Լավ, մենք կարող ենք
Ընդհանրապես ենթադրել, բայց ես հենց ասեմ, իր պատկերացումով ես այս ամեն ինչի տակ ունեմ մեծ սուտ, շատ մեծ սուտ, ընդ որում սա երկկողմանի է։ Մի կողմից համոզում է, խափում է, որ մենք ինչ-որ գործ ենք անում, ձմեռից առաջ, որը լոգիկա չի, բայց իրանց գործելավոճի մեջ ընդհանրապես ան տեղավորվում է, հա, ասենք իրան կարող են նայել մարդու աչքերին ու սուտ խոսել, դե խնդիր չունեն, հա, մյուս կողմից հասկանում ենք բոլորս, որ նախընտրական տարի է, իրենք եթե նույնիսկ մարտին սկսեն, ապրիլին, երբ որ ձնհալ լինի, հա, այդ բարձրության վրա, Մեր մոտ մայիսին նոր ձնահալում է։ հունիսին ընտրություններ արդեն, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ սրանք վերարտադրվելու են, եւ իրանց Դե չեն կարող շինարարությունը կարող են հունիսին շարունակել։ ձեր մտավախությունները կազմակերպած սուտ եմ տեսնում։ տեսեք, ձեր մտավախությունները իրավունք ունեն տեղ ունենան, ուղղակի ես այսպես ասեմ, մենք մի քիչ մեր ցանկացածը իրականության տեղ շատ ենք փորձում ներկայացնել։ Մեզ թվում է, որ իրանք չեն կարողանալու վերարտադրվեն։ Իսկ ես այտենց համոզմունք չունեմ, որովհետև ես ունեմ ճիշտ հակառակ համոզմունքը, որ իրանք ամեն ինչ անելու են, որ վերարտադրվեն։ Դա մասին ոչ մեկ չի կասկածում, որ անելու են։ Ես ասում եմ մասին, որ վստ բան է, երաշխիք չի կարող։ Հա, երաշխիք չկա, բայց այդուհանդերձ պատկերացրեք, որ խաղաքարտերը ընտրությունների կազմակերպման տեսակետից այնքան պարզ են, իշխող ուժը, որ ունի վարչական ռեսուրս, ինքը արդեն իսկ ունի բավականին մեծ ազդեցություն լրատվամիջոցների վրա, երևալու, իր խոսքը արդեն չգիտեմ, մի տարուց ավել է ուրիշ բաների անվան տակ քարոզչություն զբաղվում, կրթությունը նորաձև է, չգիտեմ, հազար մի այլ տեսակի քարոզչությամբ զբաղվում, ինքը իր լսարանը ունի ու ես մի ֆիլմ ունեի արած, կոչվում է Մարիոնետների թատրոն, ընտրություններին է վերաբերվում, շատ երկար ուսումնասիրել եմ, թե այդ համակարգը ոնց է աշխատում։ Ցանկացած ընտրության ժամանակ 600-ից 800 հազար ձայն է պետք ցանկացած իշխանության, որպեսզի ինքը ունենա 50+1% ձայն։ Հետևաբար այդ 50+1% ձայնը ապահովելու համար այդ 600 հազարից 800 հազար ձայնը ինքը ապահովելու է անկախ ամեն ինչից, մեկին կաշառելով, մյուսին վախացնելով, մյուսին ինչ-որ խոստումներ տալով, չգիտեմ, աճեցնելով իբր մասնակցողների թիվը, եթե պակաս է։ Սա մենք գիտենք, որ այդ նկարչությունը, ով որ ունի վարչական ռեսուրս, շատ հեշտ է կազմակերպելը ու անհնար չի։ Թվում է, թե որ Հայաստանում ընտրությունները իբր 18 թվից հետո չեն կեղծվել, բայց կեղծիքները ուրիշ մակարդակի են, ուրիշ տեղերում են, պարտադիր չի, որ չգիտեմ, տուփը բացեն զորով, չգիտեմ, մեջը բան լցնեն, էլի, քվեաթերթիկ լցնեն։ Այդ տեսախցիկների առջև չի կատարվում կեղծիքը, ուրիշ տեղ է կատարվում ու դա ապացուցելը այդքան էլ հեշտ չի։ Այսինքն ուրիշ մակարդակ է բարձրացել։ Հետևաբար Ոչ մեկ չէր կասկածում, որ իրանք ամեն ինչ անելու են վերարտադրվելու, որովհետև սա իրանք ապրելու եւ չապրելու աննա։ Դե իհարկե մեծ ռիսկ կա, այդ մարդիկ իրենց կյանքի նկատմամբ ունեն մեծ վտանգ։ Այդ մարդիկ զգում են, որ իրենց արած ամեն մի գործողություն ի վերջո ինչ որ մի օր պետքա պատասխան տրվի դրան։ Իսկ եթե իրենք հանկարծ չունենան այդ պաշտպանությունը, այդ պատասխանը ավելի շուտ կգա։ Կասեի ակնթարթային։ Թեմինա ջան, մենք երկար ճանապարհ ենք անցել այդ 10 տարուց ավել։ Եթե դու իշխանես մինչև 18 թվական մենք մի հատ լավ լոզունգ ունեինք, հա, մեկ նույնիսկ տեղին անտեղին օգտագործելով, որ մենք ենք մեր երկրի տերը, մենք ենք տերը այս երկրի։ Դու վերջի անգամ երբ ես այդ բանը լսել խոսքը։ Վերջի անգամ երբեմն ես օգտագործել այդ խոսքը։ Այդպես ասա, ես իմ շատ վաղուց։ Տենց ասեմ։ Չէ, վաղուց մենք այդ լոզունգը չենք օգտագործում, որովհետև մեջը մեծ կեղծիք կա։ Ենթագիտակցորեն նաև չենք օգտագործում, որովհետև կեղծիք կա։ Հա, որովհետև ամեն հարմար եւ անհարմար առիթի ապացուցում ենք, որ մենք չենք։ Մեզ ապացուցում են, որ դու չես։
ոչ մի արժեք չունի, ոչ քո խոսքը, ոչ քո պահանջները, չգիտեմ, թե բա ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետությունն է, երկրորդ հոդվածն է, դա էլ հաճախ ենք կրկնում, բայց հասկանում ենք, որ դրա կիրառությունը պրակտիկորեն ուղղակի հավասարացվում է ամեն հնարավոր առիթի զրույ։ Բայց Սերժ Սարգսյանի ժամանակ, երբ որ մենք ամեն օր դա օգտագործում էինք գրեթե, այնտեղ մեզ ոչ մեկ չէր ասում, որ սա Այդպես չի։ ժողովրդական երկիր որ կամ այդքան էլ այդպես չի։ Մենք այն ժամանակ էինք հավատում փաստորեն, որ մեր երկիրն է, մենք հիմա դադարել ենք հավատալ։ Հենց դա դուրս գա։ Ես կարծում եմ, որ այն ժամանակ, եթե սանտիմետր ինչ որ մի այգի էինք ազատագրում կամ ինչ որ մի հատ ջրվեժ, մի հատ չգիտեմ ինչ, այդտեղ իրոքից մենք զգում ենք, որ մենք ուժենք մեր խոսքը քիչ թե շատ կարողանում ենք արժեք ունի։ Իսկ հիմա գիտեք ոնց, հիմա մենք առերեսվում ենք ամենօրյա ստի ու մանիպուլյացիայի հետ։ Սա կներեք ձևակերպման համար բռնաբարում է մեր բանականությունը, սա նորմալ չի, սա չգիտեմ, երբ որ դու մարդուն պետքա ապացուցես, որ մածունը սպիտակ է, այսինքն մի հատ ռեսուրս ես ծախսում մի բանի վրա, որ ապացուցման ենթակա չի, այսինքն ինքը ակսիոմա է։ Այսինքն չգիտեմ, ես միտեղ որտեղ որ երկրաչափական ակսիոման ասված, դու պետք է ապացուցես դա ֆակտ է, այսինքն չգիտեմ, ֆիզիկայի օրենքներին դեմ, բնության օրենքներին դեմ մի հատ երևույթի հետ ենք մենք հիմա առնչվում։ Ես շատ վաղուց այլևս ոչ ստատուս եմ գրում, ոչ հայտարարություններով եմ հանդես գալի, չգիտեմ, իրոքից գտնում եմ, որ իմաստ էլ չունի բան ասելու մեկին, որը ասենք դեմքիդ նայում է ու ճիշտ հակառակ բանն է անում ու ասենք իր անգրագետ հալով, ասենք քեզ կարա, չգիտեմ, վիրավորի։ Բանականությունդ վիրավորի, այո, ես էլ ամենաշատ դրանից եմ վիրավորում։ Ընդ որում այդ ասողներ մի մասը հենց այն նրանցից ովքեր մեր հետ գոռում են, որ մենք ենք դերես Հա, երկիր։ այդ երբ որ մենք խոսում ենք, մենք ինչ տեսակի վնաս ենք կրել, մեր ընկերներից մեկին հարցրեցին, ասացին, որ դե հեղափոխությունը տեղի ունեցավ, իբր դե ամեն մեկը մի ձև մեկնաբանում իր գործողությունը, մասնակցել է հեղափոխությանը, ասում է հեղափոխություն եմ արել, են մարդի մասնակցել է իշխանապողությանը կամ տեղափոխությանը, ասում է տեղափոխություն եմ արել։ Մի բնակչության մեծ մասը, մարդկանց մեծ մասը հեղափոխության է մասնակցել, ոչ թե տեղափոխության։ Այդ այլ հարց է։ Հիմա որ հարցրեցին, ասեցին, հա, դե նոր ընկերները արդեն կառավարությունում են, դուք նոր ընկերներ ձեռք բերեցիք արդեն կառավարությունում, թե կորցրեցիք ընկերներ, ասաց ուղղակի կորցրեցինք ընկերներ, մենք ընկերներ ձեռք չբերեցինք կառավարությունում։ Սա շատ սիմվոլիկ պատասխան է, դա նշանակում է, որ մենք հեղափոխական այդ արժեքների հետևից գնացող եւ Հայաստանը ավելի լավը դարձնելու մեծ ցանկությամբ փողոց դուրս եկած մարդիկ մնացին մենակ, ովքեր որ արագ պաշտոններ ստացան, իրանք արագ փոխվեցին։ Ասենք որ նայում ես լավ ինչ ձեռք բերեցին այն մարդիկ, ովքեր որ պաշտոններ ձեռք բերեցին, հիպոթեկով տուն, պաշտոն, մի քիչ ճամփորդելու հնարավորություն, կոմֆորտ կյանք, իսկ ինչ փոխեցին իրենք, ոչ մի բան։ Չէ, փոխեցին, ոչ չէ, մենք հիմա Արցախ չունենք։ Հա, դե Մենք վատ իմաստով շատ բան փոխեցին։ ոչ Ես չէ նկատում եմ արժեքի համար, որը դուրս էին եկել, այդ գլխի վրա շուռ արժեքները տվեցին ամեն ինչ։ ճիշտ հակառակը։ Այո, որ դա ասենք անգամ իրենց հայտարարությունները ժամանակի մեքենայով մենք դնում ենք YouTube-ում նայում ենք, ով ինչ էր ասում եւ ինչ անում, այդ ասենք ոնց որ տարբեր մարդկանց մասին խոսենք, անգամ տարբեր պետություններում ապրող մարդկանց մասին խոսենք։ Իսկ հիմա հասարակական կյանքում, դեսքան որ Երևանում չեմ, շատ բան չգիտեմ, հասարակական կյանքում կա սերունդ, որ նոր նոր պահանջներ է դնում, գուցե մեզանից լավն է։ Գիտեք ոնց պատկերացրեք, որ 15 տարվա քաղաքացիական պայքարի փորձով, լրագրողական գործունեության փորձով, փորձից հետո դու տեսնում ես նաև նոր սերունդ, որը գալիս է ու ահա որ մեծ կարիք ունի տեղեկատվության կրթվելու, հատկապես բնապահպանական հարցերի շուրջ, որը դա ուղղակի բնապահպանական հարցեր չեն, դրանք շատ լուրջ քաղաքական, առողջապահական, անվտանգային հարցեր են, որոնց վրա տարիներով
Խաչայել է քաշվել, այդ մարդիկ կարիք ունեն տեղեկատվություն լսելու, որը անձամբ ես մեր կազմակերպությունով փորձում ենք իրականացնել էկոիրավունքի դպրոցի շրջանակներում, ինչքան հնարավոր է լավ նորմալ մասնագետների միջոցով, անգամ դրսից ենք հրավիրում փորձագետներ, ովքեր որ կրթում են ու մեծ պահանջարկ կա։ Այլ հարց է, թե դա ինչ որ մի օր կգա, դառնա այն մեր ուզած արդյունքը կտա թե չի, այսինքն մենք նաև ինքներս պիտի դնենք նպատակ, որ այդ կրթելով այդ մարդկանց մենք ուզում ենք բերենք իրանց միտեղ, որ իրենք փոփոխություն անեն։ Դե դեպքեր կան, որ ինչ որ չափով փոփոխություն անում են, շատ չնչին, ասենք, չգիտեմ, աղբի թեմայով կամ չեմ անում այնտեղ ջրի թեմայով մեկ ուզում է ոռոգման ջուր ունենա, խմելու ջուր ունենա, կարող է եւ ինչ որ այտենց կենցաղային մի հարթության վրա հարցը լուծվի, բայց այնտա մասսայական չի, արմատական չի, դժվար է իրենց նոր սերնդին բավականին դժվար է բերել այն ոնց որ ասած չի կրկնվի էլ նույնը, հասկանում եք, անհնար է ու մեղադրել էլ չի, որ մենք չենք կարող ունենալ 11-ից 18 թվականի շարժումները նորից։ Դրա պատճառները շատ տարբեր են, այնքան թանկ բան ենք մենք կորցրել, շատ թանկ բան ենք էլի կորցրել, որի կողքին ամեն ինչ զրո է դառնում ու նորից մարդկանց բերել դիմադրության դաշտ, նամանավանդ որ մի հատ է դիմադրության մշակույթն է արժե զրկվել, այդ էլ մի ուրիշ դարդա կարելի է ասել էլի, եթե մարդը մի անգամ պայքարել է մի հատ արդյունքի է հասել ու հետո իր արդյունքը զրոյացրել են, ինքը ասում է ես նորից դուրս գամ փողոց, որ ինչ անեմ, որ դու որպես իմ ընկեր, որ իմ կողքիների գնաս ուրիշ պաշտոն ստանաս, այսինքն դու ինձ օգտագործես, բարձր պաշտոն ստանաս, ինձ ինչ ամենալու ծեծ ու ջարդը ոստիկանների։ Որ ասма, հա, ազնիվ պիտի լինենք, էլի հասկանանք լավ ինչի հետ գործ ունենք ու որ ասել որտեղ են բնապահպանները, որտեղ են այս ինչ հարցը չեն լուծում, այն ինչ խումբը որտեղ է, ամենքը ունեն իրանց կյանքն ու դարդը կարելի ասել, բայց եղել է մեկը, որ շուր գա ասի, վայ շնորհակալություն, այս ինչ մի հարցը փակվեց, լուծվեց, այս ինչի շնորհիվ։ Այդ շնորհակալությունն էլ չի եղել, էլի հասկանում եք, անշնորհակալ վիճակ է, իհարկե մարդը ինչ որ արժեքների, որ կրում է այդ արժեքներով ապրում է, չի սպասում, որ մեկը գալու է ասի շնորհակալություն, անում է իր խղճի համար։ Բայց ասենք, չգիտեմ, այսօրվա դրությամբ մեր գործընկերներից, որ падգամավոր դարձան եւ այլն, ասենք Լենա Նազարյանը, մենակ իր անունը չտամ ու չֆիքսվի մենակ ինգլիքը մարդիկ, որոնք որ իմ գործընկերներն են եղել, ասենք Սիսակ Գաբրիելյան, ես չգիտեմ, Սարգիս Խանդանյան, լրագրողներ են եղել, չգիտեմ, լրագրող են եղել ուրիշ արժեքների։ Եկել են մարդիկ պաշտոն են ստացել, բայց այսքան տարվա մեջ ես մի օր չեմ տեսել, որ այդ մարդիկ արձագանքեն մի կարևոր հարցի։ Անկամ փողոցում այդ մարդիկ տեսնելուց ինձ ճանապարհները փոխում են։ Բայց ես իրանց հետ ճանապարհ եմ անցել, այսինքն նույն ոստիկանական պատի դեմ եմ կանգնել, բռնության եմ ենթարկվել, ոստիկանություն եմ ընկել, բայց այսօր, ասենք, ես օրինակ, չգիտեմ, այդ նույն մարդկանցից որևէ մեկին որևէ վատ բառ ասած չկամ անգամ իրանց չգիտեմ այսքան վատ գործնեցան արդյունքում, բայց փողոցում անգամ իրանք ինձ տեսնում են, իրենց ճանապարհը փոխում են դեմքը շրջում են, որ չտեսնեն։ Սա կարծում եմ շատ լուրջ հոգեբանական բան է, որ իրանք ներքուստ հասկանում, գիտակցում են, որ իրանք շատ մեծ հանցանք են գործում։ Եվ առերես գործում եւ գործել եւ գործում։ Եվ առերեսվել այդպես հեշտ չի։ Ես սպասում եմ այն օրվան, ես աշխատում եմ մոտեցնել այն օրը, երբ որ իրանք ոչ թե միայն քեզանից տեսնենք փախնել, իրանք ցանկացած հայ քաղաքացի դեմ որ դուրս կգա, իրանք ստիպված են լինելու պահկվել, որովհետև հասկանալու են հետևանքները, էլի։ Շատ հետաքրքիր թիվ ասեցիր, գիտես 11-ից 18 թիվ։ Սա երևի կարելի է բան անել, երևի թշկանից միջև Հա, այդպես, որտեվ 2008-ից 11-ը դա վախի սարսափի տարիներ են եղել Հայաստանի համար, մարդկանց համար, ապրելու համար, գիտեմ, դժվար էր 10 հոգու գնդակահարել շակերտների մեջ թիվը ու դրանից հետո ակնկալել, որ
Այո, հանրությունը հեսա նորից զարթոնք կապրի, չէ։ Տենց հեշտ չի։ Հիմա պատկերացրեք Արցախի պատերազմից հետո այդքան կորուստից հետո էլ ու այդ հեղափոխության հիասթափությունից հետո մենք նայեք քանի կրիզիս ենք էլի ունեցել, ճգնաժամ ենք ունեցել, մենք ունեցել ենք 18 թվականի գործողություններից հետո մարդկանց մոտ ունեցած սարսափելի մեծ հիասթափության ալիք, ունեցել ենք պատերազմ, որի մեջ ունեցել ենք սարսափելի կորուստներ թվերի մասին։ Չեմ ուզում կրկնվեմ էլի նույն թվերը ասել, որը ամեն մեկի համար մի մեծ ցավ է, որը մարսելը տենց հեշտ չի, գուցե անհնարին է։ Եվ ունեցել ենք COVID, որը COVID-ն էլ պակաս ազդեցություն չի ունեցել էլի մեր հոգեվիճակի վրա։ Ու այսքան հիասթափություններից հետո ակնկալել, որ մարդ նորից փողոց դուրս կգա ու մեծ ալիքով, չգիտեմ, մի հատ ծառ կպաշտպանի, չնայած դա իր կենսական միջավայրին է վերաբերվում, շատ դժվար է։ Ոնց որ մեկի մոտ քաղցկեղ հայտնաբերես ու իրան ասես ինքը իմանա որ մի 6 ամիս կամ մի տարի ժամկետ ունի ապրելու, իրան պահանջես ասես վերկաց պայքարի, որ ուրիշները չի հիվանդանան։ Մարդը հազիվ ապրում, չգիտի մի տարի կապրի թե չէ։ Ցավալ է այդ ամեն ինչը լսել։ Լավ Դե բան եք, երկուսս էլ մի սերունդի ներկայացուցիչ ենք, որ ունեցել է այդ 11-ից 18 թիվը, հա, մեկը յուրովի է ընկալել, յուրովի արձագանքել այդ իվենտներին, հա, յուրովի է Մարսել։ դնել, հետո յուրովի է այդ ամեն ինչը կյանքի վրա իր հետք թողել, հա, եթե ասենք ես անցած չլինեի այդ ամեն ինչի միջով, այսօր մենք իրար չենք խոսա եւ ես ընդհանրապես ալիքներ չեր լինի, ես մնացած բոլոր երաժիշտների նման իմ գործողությունների կզբաղվեի էլի։ Բայց մենք ինչ ենք թողում մեր երիտասարդներին, լավ, մենք որպես սերունդ, որը ուներ այդ փորձը, այդ կենսափորձը, այդ գրագիտությունը, հա, քաղաքացիական գրագիտությունը, իրավունքի մասին, հա, ասենց, չգիտեմ, պատկերացումներն ու ձգտումները, որ մենք ունենք, դա հսկայական կենսափորձ է։ Մենք ինչ ենք տալիս, ինչ ենք թողել այսօր մեզ ու ոնց։ Այդ հարցի ոնց որ փորձել եմ ես այդ հարցի պատասխանը թեկուս սուղ միջոցների շրջանակներում այդ կանանց հարթակ հաղորդաշարի ժամանակ ֆիլտրել եմ իհարկե չեմ կարող սա Հայաստանի ակտիվ մարդկանց ներգրավեմ, բայց այդուհանդերձ 20 հոգի ֆիլտրել եմ Հայաստանի տարբեր մարզերից եւ Երևանից, փորձել եմ ցույց տալ իրանց հետ զրուցելով հասկանալու համար իրենք ինչ փորձառություն ունեն, ինչ այդ կենսափորձը 30 րոպեն էլ է քիչ տենց կենսափորձի համար, բայց ինչ որ ձև փորձել եմ այդ վերլուծական միտքը վերհանել, պահել, արխիվացնել, ինչ որ մարդկանց գուցե եւ դա պետք լինի։ Ու կարող եմ ասել հետեւյալը, որ ամեն մեկը իր հոգու խորքում ունի շատ մեծ ցավ։ Յուրաքանչյուրը դա ապրել է իր պրիզմայով, իր ներսով անցկացնելով ու ես շատերին էլ գիտեմ, որ դուրս չեն եկել այդ ամեն ինչի միջից, ասենք կարող եմ զանգել ասել արի հարցազրույցի խոսենք, ասի չեմ ուզում խոսեմ։ Պատրաստ չեն։ Դժվար է, շատ դժվար է ցավոտ հարցերի մասին ու խոսելը, ընդունել, որ դու պարտվել ես, ընդունել, որ դու ի վիճակի չես փոխես դա, բայց երևի թե առերեսվելու համար դա պետք է։ Բուժման ուրիշ ձև չգիտեմ ես, քան սեփական խնդրի հետ դեմ առ դեմ հանդիպելը։ Շատ լավ բան ասեցիր։ Ես ուզում եմ մեր բոլոր ընկերներին, ովքեր այդ հոգեվիճակում են, եղբայրական խորհուրդ տալ։ Ուրեմն պարտվել կարելի է ու դա աշխարհի վերջը չի, բայց հանձնվել չի կարելի։ Հա դրանք տարբեր բաներ են։ Մեզ կարող է պարտության ենթարկեն, խաբերությամբ, նենգաբար գործողություններով ինչ որ ավերան մեր նկատմամբ, դա վերջը չի։ Վերջը հանձնվելն է։ Երկրորդն էլ, եթե մեկ ուզում է, իրոք ուզում է այդ վիճակից դուրս գա, դրա միակ ձևը գործողություններ անելն է։ Ամենափոքրիկ, ամենաթեկուզ աննշան թվացող, մասշտաբներն էական չեն, բայց սեփական կարևորությունը եւ նշանակությունը ձեռք բերելու, գիտակցություն ձեռք բերելու համար պետք է սկսել ինչ որ մի բան անպայման անել։ Պարտվելը վերջի չի, հանձնվելը դա կործանում է արդեն։ Սա իմ եղբայրական խորհուրդն է։ Բոլոր նրանց, ովքեր այդ հոգեվիճակում են, ես անձամբ հասկանում եմ դա, ես անձամբ մեկ-մեկ
ասես կարող է իմ մոտ այդ լույսը վառվի, բայց միանգամից ինքս ինձ հիշում եմ, հատնում եմ այս կողմի վրա, ու մատս թափ եմ տալի վրես, ասում ես ինչ ես անում, ոնց ինչ ես խոսում, դու սերունդ ունես, դու երեխեք ունես, դու վերջը պատասխանատվություն ունես երկրի նկատմամբ, ոնց դու կարող ես դες բան անցկացնել քո մտքով։ Ավելացնել բանս թե մեջ է։ Չէ, շատ հաճելի զրույցեր, կարելի ասել թերապիայի էր նման։ Եվ շնորհակալություն, մենք Ես եմ ուշ շնորհակալ, Վարդան ջան։ հետևենք այս ամուրսարի հետ, այս ինչ մեծ մախինացիաների մեջ են սրանք, հնարավոր է դրոնով թռցնել, բան հասկանալ ինչա կատարվում կամ մի բան կատարվում է թե չէ, նկարել, մի բան հասկանալ։ Դրոնով միշտ էլ հնարավոր է թռցնել, բայց այլ հարցը թե դրոնը հերճում հետ կգա թե չէ։ Իսկ տվա իրանք պատրաստ չեն այսօրվա դրոնների դեմ, այսինքն պետք է ցանկացած ինֆորմացիա հասկանալու համար ցանկում են խափում, եւ ինչա սա թաքնված մեզ գործին օգուտ կտա, բայց ես կասկած չունեմ, որ սրանց գործունեության ձեռագրին համաձայն, ասենք մեծ ավանտյուրայի մեջ են, որը հետաքրքիր բան ասեմ, կարող է իրանք տուժեն ոչ թե մեր ձեռքից, այլ այն ձեռքից, որոնց իրանք տարբեր ուղղությամբ խაფել են, որովհետև սա խափում է Ռուսաստանին, սա խափում է Չինաստանին, սա խափում է Եվրոպային, սա խափում է Ամերիկայի Միացյալ, այսինքն ում հետ գործ արել, բոլորին խაფել է, լինելու է մեկը, որ կանչելու է ու հաշիվ է պահանջելու, ժողովրդից բացի։ Ես հույսս չեմ Չգիտեմ։ Դե ես էլ հույսս չեմ կտրում, հուսով եմ մի օր այդ օրը կգա։ անպայման, մենք էլ ամեն ինչ կանենք, որ այդ օրը շուտ գա։ Եղավ, Տերին, դե լավ։ Եղավ։ Դուք էլ ստեսություն։ Հաջողություն։